Χριστός αριάβη μερελότς. Χριστός αριάβη μερελότς. Χριστός αριάβη μερελότς. Ձեզ և մեզ ամենքոր և որդով և որդուից սրբով ամեն։ Սիրելի հոգևոր քույրեր և եղբայրներ, սիրելի հավատացյալներ, Սուրբ Հարության տոնիցենով 40 օրեր շարունակ մենք միևնույն ավետիսով ենք միմյանց ողջունում և հինան շրջանի մեջ ենք և Հարության այս օրերը շարունակվում են։ Մեր սրտերը լի են ուրախությամբ, մեր հոգիները ցնծությամբ և այս հինանց կիրակիները, ինչպես որ մեծ պահքի կիրակիները իրենց անվանումներն ունեին, այնպես և հինանց կիրակիները ունեն իրենց անվանումները և իրենց խորհրդաբանությունը։ Եվ այսօր մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է աշխարհամատրան կիրակի օրը կամ կանաչ կիրակի, ինչպես ժողովրդական, ավանդական ձևով փոխանցված է մեզ։ Եթե փորձենք վերլուծել աշխարհամատուր բառը և փորձենք մասերի բաժանել, ապա աշխարհամատրան նշանակում է աշխարհի առաջին մատուրի հիմնադրման օրը։ Եվ այո, այսօր մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է առաջին մատուրի, աշխարհի առաջին մատուրի հիմնադրման օրը։ Մատուրը որն էր առաջին, երբ որ Երուսաղեմի մեջ Հիսուս այդ մատրան մեջ, այդ տան մեջ առիթ ունեցավ հացի բեկանման խորհուրդը հաստատելու, վերջին ընթրիքի խորհուրդը հաստատելու։ Երբ Հիսուս առիթ ունեցավ այդ մատրան մեջ ծնկելու, խոնարհվելու և իր աշակերտների ոտքերը լվանալու, երբ ինչպես գործ առաքելոցից ենք տեղեկանում, Սուրբ Հոգու էջքը տեղի ունեցավ նաև այդ մատրան մեջ։ Սիրելի ներկաներ, մեր ժողովուրդը նաև որպես այդպիսին աշխարհամատրան կիրակին անվանում է տվել որպես կանաչ կիրակի։ Եվ Մաղաքիա arczepiskopos Օրմանյանի բացատրությամբ կանաչ կիրակի է կոչվում, որովհետև ինչպես բնությունն է զարթում, ապրում, վերաբացվում և իր ամբողջ հմայքը ցույց տալիս և մեզ որպես այդպիսին նաև ցնծության մեջ բերում, այնպես և եկեղեցին է մշտնջենավոր և հարատև։ Այս բացատրությունն է տալիս Օրմանյանը, որպեսզի քարոզս կարողանամ շատ ավելի առարկայական դարձնել և շատ ավելի ընդգրկուն, մի փոքր պիտի հարության դեմքերից հետ գնամ։ Հիշեք, որ առաքյալները գրեթե բոլորն էլ խոստացել էին, որ Հիսուսին չպետք է դավաճանեն, չպետք է լքեն, չպետք է մատնեն։ Եվ այս խոստումը գրեթե բոլոր առաքյալները տվել էին, մշտապես իրենց առաջնորդի կողքը լինել։ Անգամ չպիտի մոռանանք, որ Պետրոսը մի փոքր ավելին էր այդ խոստումը տվել, ասելով, որ ինչ էլ լինի, ինչ էլ պատահի, միևնույն է, ես քեզ հետ եմ միշտ և երբեք չպիտի ուրանամ ու դավաճանեմ քեզ։ Բայց մի փոքրիկ մահվան տագնապ ու վախ, երբ առաքյալները տեսան, թե իրենց առաջնորդի հետ ինչ է տեղի ունենում, այն առաջնորդի, որ բազմաթիվ անգամներ որպես հերոսության, որպես խիզախության, որպես քաջության չափանիշ էր, օրինակ էր ծառայել իր իսկ աշակերտներին։ Սակայն ահա տեսնում եմ, որ առաջնորդի նկատմամբ ինչ-որ անարդար վերաբերմունք է տեղի ունենում խաչելության ժամանակ։ Եվ իր առաջնորդը, իրենց առաջնորդը կարծես կամավոր կերպով գնում է այդ ճանապարհին, խոնարհվում է այդ ընթացքին։ Առաքյալները ոչ միայն մտավոր կերպով չկարողացան ամբողջովին ըմբռնել այն, ինչ որ տեղի է ունենում, այլ նաև վախը համակեց իրենց, տագնապը համակեց իրենց։ Իրենք մտածեցին, որ իրենց այդ հզոր, քաջ
առաջնորդին, եթե այս օրերին այս բաներն են պատահում, ուրեմն իրենք ով են, իրենց կարող են պատահել միանշանակ։ Եվ այդ բախտն ու տագնապը տեղի տվեց նաև հերթական, շարունակական մատնումների և ուրացումների։ Եվ սկսեցին մատնել ու ուրանալ, գրեթե բոլոր առաքյալները անխտիր խաչի ճանապարհին լքեցին մեր Տիրոջը, թողեցին և հեռացան իրեն։ Նույնիսկ Պետրոսը, որ այդչափ խոստացել էր իր կողքին լինել, Տիրոջ խոսքի համաձայն դեռաքաղաղը չկանչած 3 անգամ մատնեց մեր Տիրոջը։ Եվ ահա սիրելիներ, վախը ինչ-որ իմաստով բնական երևույթ է և առաքյալների կողմից նաև տեղի ունեցածը որոշակի մարդկային է և հասկանալի ու ըմբռնելի։ Հենց սրա համար կարիք կար դաստիարակության, կարիքը կար Քրիստոսի կողմից առաքյալներին իրենց հավատքի մեջ հաստատելու այս պրոցեսը։ Եվ դա տեղի ունեցավ նաև այդ աշխարհի առաջին մատրան մեջ։ Կարծես եկեղեցին դարձավ այն համալսարանը, այն դպրոցը, այն կրթօջախը, որտեղ պիտի առաքյալները դաստիարակվեին։ Եվ երբ Հիսուս հարություն առավ, իր հարությունից հետո 40 օրեր շարունակ առիթ ունեցավ իր առաքյալներին կրթել, դաստիարակել։ Բազմաթիվ անգամներ այդ նույն մատրան մեջ տեղի ունեցավ հացի բեկանման խորհուրդը։ Այդ նույն մատրան մեջ տեղի ունեցավ Քրիստոսի խոսքի քարոզությունը։ Նաև այդ նույն մատրան մեջ տեղի ունեցավ Պետրոսին իր հավատքի և սիրո մեջ հաստատելը։ Երբ Պետրոսին 3 անգամ Քրիստոս հարցրեց, թե Պետրոս սիրում ես ինձ, և Պետրոսը 3 անգամ պատասխանեց, այո Տեր, սիրում եմ քեզ։ Եվ Հիսուս ասաց, դու վեմ պիտի լինես, և այդ վեմի վրա պիտի կառուցեմ իմ եկեղեցին։ Եվ հետո տեսնում ենք, սիրելիներ, որ այս դաստիարակությունը և այս կրթությունը, որ տրվեց առաքյալներին, պտուղ տվեց, իսկապես պտուղ տվեց։ Եվ այդ մասին մենք ծանոթանում ենք Ավետարանի մեջ։ Հիշեք այն հատվածը, երբ Հիսուս Տիբերիայի ծովեզերքի շրջանում հարությունից հետո շրջում էր, երբ 3-րդ անգամ երևաց իր աշակերտներին։ Պետրոսը և մի շարք այլ աշակերտներ մտել էին ծով ձուկ բռնելու։ Եվ երբ որ ուրկանը գցում էին, ամեն կերպ չէին կարողանում որևէ ձուկ բռնել, երբ Հիսուսը այդ ծովեզերքով քայլում էր, Հովհաննես աշակերտը, սիրելի աշակերտը, երբ տեսավ Հիսուսին, Պետրոսի ականջին ֆսֆսաց ասելով, Պետրոս Տերն է, Հիսուսն է։ Եվ անմիջապես Պետրոսը առանց 1 րոպե մտածելու, եթե ջրի մեջ խորտակվելու դրվագի հետ փորձենք համեմատել, ասում են իր վրա մի շոր գցեց և ծովը նետվեց ընդառաջ գնելով մեր Տիրոջը։ Արդեն Պետրոսը իր իսկ հավատքի մեջ հաստատվել էր։ Եվ Տիրոջ խոսքի համաձայն ուրկանը գցեցին, բազմաթիվ ձկներ անեցին, և երբ ափ դուրս եկան, Տերը հրանգեց, որպես իրենց բռնած ձկներից բերեն և ընթրիք պատրաստեց Տերը իր աշակերտների համար։ Ես ինչի այս ամենը ձեզ ներկայացրեցի, սիրելիներ։ Իսկապես պտուղ տվեց առաքյալների դաստիարակությունը։ Գրեթե բոլոր առաքյալները Տիրոջ խոսքի համար խաչվեցին։ Բոլոր առաքյալները Տիրոջ խոսքի համար նահատակվեցին։ Տիրոջ անվան համար նահատակվեցին։ Նույնիսկ հիշեք, Պետրոս առաքյալը արժանի չնկատեց, որ Քրիստոսի պես խաչեն իրեն, ասաց իմ գլուխը ոտքերի տեղն արեք, հակառակ խաչեք, որովհետև ես արժանի չեմ, որպեսզի խաչվեմ իմ Տիրոջ նմանողությամբ։ Բոլոր առաքյալները անխտիր, բացի Հովհաննեսից, որ իր առաջացած տարիքում իր մահը կնքեց, մնացած բոլոր առաքյալները խաչվեցին հանուն Քրիստոսի։ Եվ այո, աշխարհի այդ առաջին մատուղը տվեց իր մեծ պտուղները։ Այնուհետև պիտի տար շարունակաբար 72-ի և հետո իրենցով ամբողջ աշխարհի մեջ
Քրիստոսի աշակերտների, որ այսօր էլ մենք կոչված ենք լինելու Տիրոջ աշակերտները, Տիրոջ զավակները, Տիրոջ քարոզիչները, Տիրոջ առաքյալները, Տիրոջ կողմից ուղարկվածները այս աշխարհի մեջ կոչված ենք այդ դաստիարակություն ու կրթություն ստանալու այս եկեղեցվո մեջ։ Եկեղեցվո հիմնադրությունը եւ եկեղեցվո շարունակականությունը պայմանավորված է նաեւ մեզանով սիրելիներ։ Եթե մենք տաճար ենք գալիս, եթե մենք ամեն Կիրակի Աստծո խոսքն ենք լսում, եթե մենք ամեն Կիրակի մեր շուրթերին ենք դիպեցնում Տիրոջ մարմինն ու արյունը, եթե մենք ամեն օր առիթ ենք ունենում բացելու Սուրբ Գիրքը ընթերցելու, մեր շուրթերին Տիրոջ անունն ասելու, բայց այդ ամենը պտուղ չի տալիս, բայց այդ ամենը մեզ նույն անկախության, քաջության, մեր հավատի մեջ խոստովանության, մեր հավատի համար նույնիսկ եթե անհրաժեշտ լինի նահատակության համար պատրաստ ոգի չի տալիս մեզ, ուրեմն մենք իրապես մեծապես մտածելու տեղի ունենք, թե արդյոք այս եկեղեցվո իբրև մեզ համար կրթօջախ, իբրև մեզ համար կրթության վայր, թե բարոյական, թե հոգևոր, թե ինչու չէ նաև կրթության իմաստով, եթե մեզ համար այս տաճարը առաջընթաց, պրոգրես չի տալիս, մեզ մեր հավատքի մեջ զարգացում չի տալիս, ուրեմն իսկապես մենք մեծապես մտածելու տեղի ունենք։ Այո, այսօր նաև այս եկեղեցու տոնն է, աշխարհամատրանք Կիրակին, աշխարհի առաջին մատրանք եւ նաև բոլոր եկեղեցիների տոնն է։ Եվ մենք սիրելիներս, համախմբված հավատացյալներս պետք է իսկապես այստեղ ստացած մեր կրթությունը ի գործ դնենք, որովհետև ինչպես որ Պողոս առաքյալն է ասում, հավատքը մեռած է, եթե չկա գործ, հավատքը զրո է, եթե չկա գործ։ Ուրեմն այստեղ ստացած նաև մեր հավատքի զարգացումը գործով պիտի ապացուցվի աշխարհի մեջ, ինչպես որ առաքյալները իրենց կյանքով վերահաստատեցին, այո, որ Տիրոջ հետ մեռնելն էլ, Տիրոջ հետ ապրելն էլ կյանք է ու շատ։ Եթե որևէ բան մեռնել կամ ապրել, ուրեմն միայն Տիրոջ հետ։ Եվ ահա մեզ ուսուցանեցին առաքյալները, եւ իրենց օրինակ ունենալով մենք պիտի այս կրթությունը ստանալով անկախության, քաջության մշտապես խոստովանենք մեր քրիստոնյա լինելը, մենք որ Քրիստոսին ենք պատկանում եւ Քրիստոսի զավակներն ենք եւ երբեք ու երբեք աշխարհի որևէ առիթ չկա ուրանալու այս փաստը եւ ճշմարտությունը։ Շնորհավորում եմ յուրաքանչյուրի սիրելիներ այս աշխարհամատրանք Կիրակի տոնի առողջությամբ եւ մաղթում եմ, որ Տիրոջ օրհնությունը, սերը մեզ բերի անկախություն, կրթություն, հոգևոր կրթություն, որպեսզի կարողանանք մշտապես խոստովանել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին եւ միշտ փառավորել Օրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ ավիտյանս ամենից։